Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, մեզ միացել եք 106 եւ 5 հաճախականությամբ կամ թվային հարթակներում եք այս պահին դիտում մեր հաղորդաշարը, հիշեցնեմ, որ սա թարմ ուղեղով զրույցն է, որի շրջանակում մենք լուսաբանում ենք նախընտրական քարոզարշավը, հրավիրում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների, վարչապետերի, թեկնածուների եւ այսօր իմ զրուցակից առաջին խոսափողի մոտ Նաիրա Գևորգյանն է, դոկ կուսակցության падգամավորի թեկնածուն եւ Պահեստազորի փոխգնդապետ, հիշեցնեմ կուսակցությունը դեմոկրատիա, օրենք, կարգապահություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ դուք այսօր մեր տաղավարում եք։ Միշտ հարցնում եմ, թե քարոզարշավը ոնց են սկսել։ Ձեր տպավորություններով կուզեմ կիսվեք։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Մեր քարոզարշավը սկսել ենք մայիսի 9-ին։ Հաղթանակի զբոսայգուց, քանի որ այդ օրը միշտ նշվել է եռատոնի օրն է եղել, Շուշի ազատագրման օրն է եղել, եւ մենք որոշեցինք, որ ամսի 9-ից այդպես հաղթանակով սկսենք։ Եվ սկսեցինք, որից հետո գնացինք Եռաբլուր, ծաղիկներ խոնարեցինք մեր զոհված զինծառայողների իրենց այդ գերեզման շիրիմներին, եւ այդպես այդպես սկսել ենք, դեռ առաջի օրն ենք սկսել, այժմ ցենց հանգիստ ենք դեռ։ Ի տարբերություն մնացած կուսակցությունների, երևի թե այդպես դուրս չգանք, չքայլենք։ Իսկ ինչու՞։ Մեր ուրիշ ձև ենք որոշել, մեր որպես զինվորականներ, քանի որ դոկ կուսակցության նախագահն էլ վարչապետի թեկնածուն էլ նախկին զինվորական է, որոշել ենք մի քիչ տարբերվենք մնացածից եւ ասեմ, որ կուսակցությունը համալրված է Պահեստազորի զինծառայողներով։ Մեծ մասամբ թե հիմնականում։ Հիմնականում կարելի ասել, որ Պահեստազորի զինվորականներով ենք համալրված։ Մինչ օրս էլ կարող են ձեր թիմը համալրել, թե արդեն ձեր դռները փակ են։ Ոչ թե փակ են, կարող են համալրվել, բայց արդեն ցուցակները կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է, որպես падգամավորության թեկնածու երևի ոչ, բայց իհարկե կուսակցությունները կարող են համալրվել։ Ձեր կուսակցությունը մշտապես աչքի է ընկել ներկա եւ նախկին իշխանություններին քննադատություններով։ Ձեր հիմնական գաղափարախոսությունը մեխը որն է այս պահին, որ դուք առաջարկ եք ներկայացնում հանրությանը։ Այո, միշտ տենց ընդդիմադիր ենք եղել եւ կանք։ Իդեպ ասեմ, առաջինը մեր ծրագրի մեջ, որ պետքա երկիրը ունենա հզոր բանակ։ Եթե երկիրը բանակ չունեցավ, այդ երկիրը հզոր չի լինի։ Առաջինը դա է, որ մեր զինված ուժերը հզորացնենք։ Լավ, վատ, նախկինում հզոր ենք եղել։ Իրար լավ եւ վատ կողմերով։ Նախկինում երբ։ Նախկինում մինչեւ 18 թվականը, մինչեւ այս ճակերտավոր Թավշյա հեղափոխությունը, այլ եմ շեշտում, իրա վատ կողմերն էլ ունեցել, թերություններն էլ ունեցել, բայց նաեւ մենք հզոր ենք եղել, հաղթանակած բանակ ենք ունեցել մենք։ Իդեպ շեշտեմ, որ այդ ժամանակ 16 քարորիայի ժամանակ մենք հաղթանակած դուրս եկանք։ Բանակը հաղթեց ի տարբերություն 44 օրյայի։ Կանադառնամ նաև 44 օրյա, դա առաջինը։ Ամեն դեպքում քարորիայի մասով կարծիքները հատկապես իշխանության կողմից այնպիսին են, որ մենք տարածք ենք ամեն դեպքում կորցրել եւ դա նախապատրաստություններ եւ նաեւ փորձագիտական դաշտում են շատ այդ քննարկումները, որ դա նախապատրաստությունն էր 44 օրյայի համար եւ դա հաղթանակ համարելը այնքան էլ տեղին չէ։ Չէ, ներկայիս իշխանությունները դա սխալ են համարում, դա իմ կարծիքն է, որպես նախկին զինվորական։ Մենք այտենց, կորցրել ենք, բայց այտենց տարածքներ չեն կորցրել, ոնց որ 44 օրեն։ Համենայն դեպս մեր զորքը 18 տարեկան ժամկետային զինծառայողը իր սպաների հետ, իրենց վերադասի հետ իրենք կանգնեցին եւ պահեցին մնացած դիրքերը։ Ճիշտ է, զոհեր ունեցանք զոհեր, բայց հակառակորդը ավելի շատ ունեցավ զոհեր եւ ինքը չկարողացավ ճողոպրել այն դիրքերը, որ ինքը ցանկանում էր, որը ճողոպրեց 44 օրյա ժամանակ։ Ինչն էր մեր հիմնական խնդիրը 44 օրյայի ժամանակ։ Դավաճանությունը։ Ում կողմից հատկապես։ Եթե ինձ լսեք, ներկայիս իշխանության։ Ինչ իմաստով փակագծերը բացեք։ Մեր զինվորականները միշտ մեծամասնությունը միշտ գրագետ, ուժեղ եւ sense բառը դուխով բառը մի քիչ տեղին չի որ ասեմ, բայց իրանք այո միշտ sense ոգևորված են եղել ամեն հարցում։ Ինչ ոնց սկսվեց 44 օրյան սկսվեց, չէ, եւ ով պատժվեց այդ արարքների համար։ Ոչ մեկ։ Ով էր մեղավոր։ Այս միջև այսօր
Միջև այսօր կա մեղավոր անձ, միջև այսօր կա դատապարտված անձ 44 օրյա։ Իդեպ նշեմ 44 օրյա ովքեր չմասնակցեցին, ովքեր փախան պատերազմից, վախեցան, իրենց ներկայացրեցին հետո, որ իրենք մասնակից են եղել, իրենք այսօր պաշտոններ են։ Դրանց կարանք ենթադրություն անենք, ովքեր են եղել պատերազմում, ում մեղավորությունն է եղել։ Ղարաբաղի պաշտպանության բանակի նախարար այսօր Պապիկյանի օգնականն է, թե խորհրդականն է։ Ընդեղի տեղակալը գեներալ Գրիգորյան Կարենը այսօր Պապիկյանի աջ ձեռքն է։ Ինչի ենք դատված չեն։ Մեր զորքը չի պարտվել, մեր զորքը կռվել է 44 օրյայի ժամանակ։ Մենք զինված ուժերը չեն պարտվել է ներկայիս իշխանությունը իր հրահանգներով, ինքն է չէ հրանգավոր է։ Երբ որ իրեն ասեցին ամսի 2-ին հրադադար լինի, խի հրադադար չարեց, ասեմ խի չարեց, դա էլ եմ կարծիքն ասում, որպեսզի ինքը հիմա բերի ասի, եթե ինչ չընտրեք պատերազմա լինելու։ Ինքը մեր ժողովրդի, մեր ազգի աչքը վախացրեց։ 5000 եւ ավել զո, 12000 հաշմանդամ, զին հաշմանդամ, անհետ կորածներ եւ գերեվարվածներ։ Ինքը դա արեց միտումնավոր, որպեսզի բերի հասցնես կուլմինացիոն կետին եւ հիմա ասի, որ դուք ինչ չընտրեք պատերազմա լինելու։ Ինչ ոնց ես իմանում, որ պատերազմա լինելու։ Դու չունես այսօր այդ հետախուզությունը, դու չունես այսօր այդ զորքը, դու չունես այսօր զինված ուժեր, դու չունես։ Ես 95 թվականից եմ ծառայել զինված ուժերում։ Ես բավականին հզոր նախարարներ եմ տեսել եւ ես sense նախարար չեմ տեսել։ Ներկայացնում են այսօրվա իշխանությունները, պաշտպանության նախարարությունը այսպես ցույց է տալիս կադրերով, թե ինչպիսի կահավորում է գնում դիրքերում, ինչեր են կառուցվել եւ ամսի 28-ին մենք երևի թե կտեսնենք, թե ինչ է հրապարակում ցուցադրվելու, այ ձեր տպավորությունների մասին կուզեմ կիսվեք։ Դեռ 28-ը չի եկել, բայց ես կարամ իմ տպավորությունը ասեմ, եթե արդեն այսօր համացանցում տված էր, որ ռոզվի գույնի զինտեխնիկա էր գնում, երբևիցե բանակը ռոզվի գույնի զրահտեխնիկա, զինտեխնիկա չի ունեցել։ Անգամ ասում են զենքերներն են ռոզվի գույն ներկած։ Այդ ինչա բանակին դա բնորոշ է, ոչ։ Ես պարատ տեսել եմ Վազգեն Սարգսյանից սկսած, ես տեսել եմ մասնակից եմ եղել եւ մենք այո շատ հզոր այդ շքերթներ ենք արել, շատ։ Անգամ երբ Վազգեն Սարգսյանը արդեն վարչապետ էր նշանակվել, երբ ինքը կանգնած էր տրիբունային հրապարակում, ասում էր ոսկորներով զգում եմ ես ու ինքը հուզվեց այդ պահին։ Մենք այտենց բանակ ենք ունեցել, սա կտեսնեք, դա ոչ թե պարադա լինելու, դա ինչ որ իրանց ասած զորահանդես է լինելու, որտեղ իրանք ով է պատրաստելու։ Այսօր բանակում, զինված ուժերում կոմպետենտ մարդիկ չկան, մեծ մասը։ Ասում նշանակված են անձինք, որոնք երբևիցե ուղի չեն ունեցել, ծառայություն են եղել, բայց ուղի չեն ունեցել։ Իսկ երբ սպան, երբ արդեն դառնում ես բարձր պաշտոն ես զբաղեցնում, գոնե պետքա այդ դիրք տեսածելնես, դիրքից ասաղ սկսվում։ Դիրք տեսածելնես, զորքի գինա իմանաս զորքն ինչա, ոչ թե պատերազմին ովքեր։ Ես կարամ հերթով ասեմ, վարչության պետերով, փոխնախարարներով, նախարարից սկսած։ Այսօր 80-ն ու 70%-ը ոչ կոմպետենտ են։ Մեր լավագույն սպաներին, մեր ուժեղ սպաներին մեծամասնությամբ արձակեցին պայեստազոր, անդիմադիր հայացքների համար։ Մեկի հետ պայմանագիր չկնքեցին, մեկը ինչ որ եղբայր կամ բարեկամ ուներ այլ ուժերում, ազատում են, իրենք սարքել են դա, իրենց տունը, իրենց թվում է դա իրենց տունն է։ Վարչապետը չկայացած լրագրող, պաշտպանության նախարար ուսուցիչ, պատմության դաս ուսուցիչ, ինչը պետք է լինի, բանակում չծառայած, կրթության նախարարը չկայացած լրագրող, մնացած նախարարը, ներքին գործերի նախարարն ով է եղել, նաև տեղից սկսենք, որ կարգ ու կանոն չկա։ Իրենք ամբողջ այս երկիրը բերեցին, սարքեցին, ոչ կոմպետենտ մարդկանց նշանակեցին, որպեսզի տանեն քաոս վիճակի, որովհետև երբ արդեն քաոսային վիճակ է լինում եւ ոչ կոպիտ կհնչի հարց պատասխանս ոչ գրագետ մարդկանց դուք հեշտ ես ղեկավարում։ Դրա համար իրենք քանդեցին նաև կրթությունը։ Այսօր կրթությունը մոռանում ես քո պատմությունը, քո անցյալը,
տանում են նրան, որ ցեղասպանությունը պետք է մոռանաս։ Դպրոցներից հանում են մեր այդ երեխեքի հետ կապված անկյունները, այդ հուշանկյուններն են հանում, նկարներն են շպրտում, զովաս տղաների նկարներն են շպրտում։ Որ դպրոցներում է դա եղել։ Օրինակներով կնշեք։ Արմավիրից սկսած։ Ինչքան որ ասում են, ստեղ sense չի եղել։ Արմավիրից։ Իդեպ ասեմ, այնց էլ տարի, երբ մենք սեպտեմբերյան 1-ին մեր կուսակցությունը սեպտեմբերի 1-ին առաջի դասարանցիներին որոշել ենք, որպեսզի նվերներ տանենք, դպրոցներ կար, որ ասում են դեռ պահում են Արագածոտնի մարզում, դեռ պահում են, էդի, բայց որ ասում են երեսի զորով են պահում։ Իսկ հիմա հանում են արդեն։ Ուզում եք ասել հրահանգ է իջեցված։ Միանշանակ հրահանգ է իջեցված։ Իդեպ ասեմ, հրահանգի համար ասեցիք, լավ ասեցիք, այսօր մեր Էջմիածինի դեղ մենք շտաբ ունենք, Էջմիածինի բնակիչ է մոտեցել եւ ասլա, որ տունս 4 հոգի է, 4 հոգով գրանցված են, բայց պարզվել է ինչ որ Խաչատրյան Կարեն գրանցված է, առանց իրենց տեղեկության։ Եվ հիմա կդիմեմ, քանի որ հնարավորություն եմ, պատկան մարմիններին եւ իրավապաններին, գնացեք զբաղվեք։ Եվ դա այտենց շարունակ է, դա առաջի դեպքը չի։ Մենք իհարկե նայելու ենք, բարձրաձայնելու ենք այս հարցերը, որպեսզի իրենք ինչ են արել, անձնագրայինն է, չէ՞ գրանցում։ Անձնագրայինը, որ գրանցումը չի հարցնում, բայց տանտերը համաձայնա թե չէ։ Դե իհարկե պիտի Իհարկե պետք է համաձայնությունը տա, բայց տանտերն է եկել այդ հարցը բարձրաձայնը մեր շտաբում, Էջմիածինում ունենք գործող շտաբ։ Եվ բոլոր տեղերն է հրահանգ։ Իդեպ ասեմ, երեք ներքին Չարբախում է փոստի աշխատողը տուն առ տուն մտել է եւ ասել է հրանգավորված ենք, որպեսզի հարցնենք դուք ում եք ընտրելու։ Ձեր ինչ գործում ենք ընտրելու։ Ինչ եք դուք ստիպում մարդկանց, որպեսզի ընտրեն ձեզ։ Կարծում եք կա այդ ստիպողականությունը։ Միանշանակ կա։ Իսկ ճնշումներ ձեր կուսակցության հանդեպ կան։ Ինչքան է փորձեն ճնշումները գործեն։ Ինչ են անելու, ոչինչ չեն անելու։ Ինչ են անում։ Այ մեր մի ծրագրերից մեկն է, որ դատական ատյանները լինեն ազատ եւ անկախ։ Մեր ծրագրի մեջ է, որ մենք անցնենք կիսանախագահականի, որպեսզի կարողանաս ղեկավարես։ Այսօր ինչ է, վարչապետը ում ուզում է հրահանգում է։ Ում ուզում է, ոնց ուզում է իրավապաններին հրահանգում է։ Մեծամասն որոշել են, որ այս անձին պետքա ձերբակալեն, ձերբակալում են ընտրակաշարքի համար։ Բա օտար մարդուն գրանցես տան վրա, դա ընտրակաշարք չի։ Դա էլ մեր ձև ընտրակաշարք է։ Որտեղ է գրած, որ իրենց ամեն ինչ կարելի է։ Պապիկյանը ինչ ուզում անում է, իրեն ամեն ինչ կարելի է։ Քանդեց բանակը վերից վար։ Իդեպ ասեմ, իրենց առաջվա նախարարին ինչի հանեցին Գերամայր Արշակ Կարապետյանին, կրակելու հրամանի համար։ Ալիևին դա դուր չէր եկել, 3 ամսվա նախարարը, ինչ պետք է արած լիներ, որ իրեն 3 ամսվա մեջ հանեին։ Կրակելու հրաման ասել էր, որ դիրք չենք հանձնելու, միլիմետր անգամ հետ չի գալու մեր դիրքապան։ Դրա համար իրեն հանեցին պաշտոնից։ Ում ուզում են հանում են, ում ուզում են նշանակում են, նախարարների պաշտոնները դարձել է հաճույք, քմահաճույքով։ Իրենց թվում է, իրենց սա գյուղն է, ծխամատյանն է, դամավոյնն է իրենց, որ ում ուզեն, ուր ուզեն կտանեն, կբերեն, կնշանակեն։ Ինֆորմացիան ձեզ որտեղից։ Զինվորական ենք եղել, որում ծառայել եմ հետախուզությունում։ Այ ես կուզեմ Պապիկյանի, ասեմ ինֆորմացիան, նույն Պապիկյանի անվտանգությունից, նույն Պապիկյանի ընդունարանից, նույն Պապիկյանի նշանակած վարչության պետերից, ովքեր իր դեմքին ժպտում են, բայց հետևից կարում են այդ ինֆորմացիան տան։ Այսինքն այդ իմաստով էլ մեր բանակում անվտանգային խնդիրներ կան, ճիշտ եմ հասկանում։ Այո, որ ասում են մահերը, շատ ուրախ եմ, որ մահերը կրճատվել է, շատ ուրախ եմ, բայց կներեք, դուք ինչ ուզեց թշնամին, դու տվեցիր, էլ դու քո դիրք էլ չունես, սահման էլ չունես, որտեղ արդեն մահերը դիրքային կրճատվել է, բայց ներքին գզվրտվոցը ոչ։ Բարոյահոգեբանական վիճակը շատ վատն է մեր բանակի։ Եվ ոչ միայն բանակի, ընդհանուր հասարակության։ Միանշանակ։ Այդ հարցով դուք ինչ լուծումներ եք պատկերացնում։ Դե որpիսի այդ կիսանախագահականը լինի, կրթությունը բարձրացնենք, բերենք այն մակարդակի եւ լինի անվճար, բարձր մակարդակի ուսուցում լինի, դա կարևորն է, երբ անձը կրթված չի, ոնց ուզես իրենք կառավարես, ոնց ուզես, իրենք այդ են տանում։ Անցյալը չմոռանանք, եթե դու անցյալը մոռանաս, դու չես կարողանա ունենաս նաեւ ապագա։ Ոնց կարող ենք ցեղասպանությունը մոռանանք, ոնց կարող ենք 44 օրյա զոհերին մոռանանք։
քառօրյա, 44 օրյա, սեպտեմբերյան Արցախի հանձնում, ով հանձնեց Ղարաբաղը, Արցախով հանձնեց։ Ներկա իշխանությունը։ Ես կարծիք չեմ եւ գնահատական չեմ միանձնյա որոշում կայացրեց, որ Արցախը Ադրբեջանա եւ վերջ։ Հիմա 3 մայիսի 9-ին մեր վարչապետը շնորհավորում է, որ Ադրբեջանի հետ համատեղ խաղաղությունն է։ Այդ դեպքում 18 թվականի նույն մայիսի 9-ին, երբ դու գտնվում էիր Լեռնային Ղարաբաղի այդ կենտրոնական հրապարակում, ինչ էիր ասում, Արցախը Հայաստանը եւ վերջ։ Եթե ասում ես դա երբեք մերը չի եղել, 18 թվից այս կողմ ինչ է զորակոչ ուղարկել Արցախի Հանրապետություն։ Ինչի արեցիք էդի։ Ինչ այդ դեպքում չզորակոչ է 44 օրյային է մենք այդ զոհերին չէինք ունենա։ Այ Տիկին Գևորգյան, իշխանությունը ասում է, որ իրենք բարեփոխումներ ամեն դեպքում բանակում արել են։ Սնունդն են բարեփոխել, հագուստն են ուզում փոխել, օրինակները կային, չգիտեմ հիմա որ փուլում են այդ աշխատանքները։ Զինտեխնիկա են ձեռք բերում, դիրքերն են կահավորում։ Նախ այդ մասով ինչ կասեք եւ դուք ինչ բարեփոխումներ եք պատկերացնում, քանի որ նախկին զինվորական եք կամ զինվորականները նախկին չեն լինում, կարծում եմ։ Հետախույզները նախկին չեն լինում։ Այո, ոչ էլ հետախույզները։ Ոնց եք պատկերացնում, ինչ բարեփոխման կարիք ունի մեր բանակը։ Նախ բանակը չի բարեփոխվել, իրանք ընդհանրապես դա ցուցադրական են անում, ոնց կարա անձը բարեփոխի, երբ ինքը բանակում չի ծառայել։ Անձ պետք է պաշտպանության նախարարը պարտադիր պետք է զինվորական գիտելիքներ ունենա, պարտադիր։ Նախարարը չի ծառայել, սպայն դանակահարել է, բավականին շատ վատ հոդվածով վաղաժամկետ արձակվել է պահեստազոր։ Փոխնախարարները բանակում չեն ծառայել։ Շեշտում եմ այսօրվա մեր զինված ուժերի կառուցվածքը։ Գլխավոր շտաբի պետը, որը ծնունդով արցախցի է, փախել Արցախից եւ եկել են, իդեպ ասեմ, ժամանակին ազգային ժողովում երբ ինքը Սերյան Օհանյանի հետ այտենց ջերմ բարևելու համար վարչապետը որոշեց, որ իրեն պետք է պաշտոնից հանի, այդ ժամանակվա պաշտպանության նախարարը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն էր եւ ասեց ամոթ է գեներալին ոնց հանենք, ուղարկեց Ղարաբաղ, նշանակեցին Ղարաբաղում շտաբի պետ։ Անձը, որը 44 օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է օպերատիվ վարչության պետի պաշտոնը, այսօր գլխավոր շտաբի պետ է, ոնց կարա ինքը լինի։ Նույն պարտությունը չեք կրեք 44 օրյա, ինչ եք այսօր բերի նշանակե գլխավոր շտաբի պետ։ Պետ, որը նույնպես դավաճան է, գլխավոր շտաբի պետի տեղակալը, պատերազմից փախած, պատերազմ չմասնակցած, ընդ որում որդին դրսում է սովորում, նույնպես շտաբի պետի որդին է պատիվ ունեմ սովորում, եթե բարեփոխված բանակում է, բերեք թող ստեղ ծառայեն եւ ստեղ սովորեն։ Մյուս գլխավոր շտաբի պետի տեղակալը գեներալը Ղարաբաղից փախած, Ղարաբաղի գեներալ։ Բոլոր վարչության պետերը ոչ կոմպետենտ։ Ինչ բարեփոխումների մասն ենք խոսում, իսկ համազգեստը դուք տեսել եք։ Օրինակները ես տեսել եմ։ Ինչ զինծեր։ Որպես զինվորական գնահատական կտակ։ Իմ համար դա 0 է, ниже պլինդուսը։ Ինչու, հատկապես Ես անգամ 95 թվականին մենք նման համազգեստ չենք ունեցել։ Անգամ 95-ին, երբ բանակը նոր ոտքեր, նոր կառուցվում էր, նոր ոտքեր։ Վազգեն Սարգսյանը ամեն այդ համազգեստի, ամեն տարածքի համար պայքարում էր։ Ինչ զինտեխնիկային, եթե դուք ասում եք մենք սուվերեն տարածքի վրա չենք կրակելու, չենք, ինչի համար այդ դեպքում քո այդ զինտեխնիկան։ Եթե օթային տարածքը բացել է, հակառակորդը օթային տարածքով գնում գալիս է, բայց դեպքում քո հոփ համակարգերը ուր են։ Եթե դու բերել ես այդ հոփ համակարգերը, խի չես օգտագործում։ Ոնց կարա անձը լինի ղեկավար, երբ որ ինքը այդտեղից գաղափար չունի։ Ձեր բարեփոխումներին գանք, դուք ինչպես եք պատկերացնում։ Մենք պատկերացնում ենք, որ զինված ուժերի կրկնում եմ նախարարը պետքա լինի զինվորական կրթություն ունենա։ 1. Ունեք տեխնացու։ Այո, ունենք։ Մենք յուրաքանչյուր պաշտոնում տեխնացուներ ունենք, ուղղակի թույլ կտակ, ես այսօր դա չբարձրացնեմ, քանի դեռ դիմաց ընտրություններն է եւ հիմա քարոզ արշավն է։ Գլխավոր շտաբի պետը, որը ղեկավարում է անմիջապես զորքին է ղեկավարում, նույնպես պետքա ունենա գոնե 2 բարձրագույն կրթություն, զինվորական։ Իդեպ ասեմ, նախկինում, երբ արդեն գումարտակի հրամանատար պետքա նշանակել, պարտադիր դու պետքա ունենայիր բարձրագույն զինվորական կրթություն, բարձրագույն։
Այսօր ինչ են անում, աջ ցախ մեր զինվորականներն անում էին, ականատես երևի եղաք համացանցում եւ տարածված էր, որ Մեղրիում պայմանը իմ կարծիքով եմ ասում պայմանագրային, քանի որ 53 տարեկան ներկայացավ անձը, ուզում է բարձրաձայնի այն հարցը, որ մենք դիրք ենք պահում եւ դիրքը բարձր գոտու վրա է գտնվում, աշխատավարձը քիչ է, վարչապետն ասում է դիմացդ կանգնած է նախպաշտպանության նախարարը եւ վարչապետը զգաստ կանգնի Շարքայինի իդեպ նույն վարչապետը շեշտել էր, որ նախկինում գեներալցետի 3 մետրանոց փորեր ունեին, դրա համար նաև պարտվեցինք մենք։ Իսկ ինք իր կողքի Շարքային պաշտպանության նախարարի 3 մետրանոց ու ավել փորը չտեսավ։ Իսկ որտեղ է երևում եւ ով է տեսել, որ պաշտպանության նախարարը գնա Քարոզարշավի։ Որտեղ է դա գրված եղել։ Դու պաշտպանության նախարար ես, թե ինչ ես, էլի Ուրեմն դուրս գայր պաշտոնից, գնայր Քարոզարշավով զբաղվեիր։ Ու իրենք չթողեցին այդ անձը իր խոսքը վերջացնի բարձրաձայն, ինչը զինվորականներին է վերաբերում։ Ես ասել եմ բազմիցս իմ ելույթներում, այս մարդիկ ալերգիա ունեն զինվորականությունից, որտեղ ոչ մեկ չի ծառայել բանակում։ Բացարձակ իրենցից ոչ մեկ ունենաս 3-4 փոխնախարար, 3-4-ն էլ բանակում չծառայեցելն է։ Եթե իշխանություն ունենալու հնարավորություն ընձեռվի, պատժվելու են այս մարդիկ։ Միանշանակ պատժվելու են, բոլորը վերից վար պատժվելու են եւ իրանք պետքա սենց երևի Աստծուց խնդրեն, որ կարողանան ինչ որ մի ձև ճողոպրեն ստեղից։ Եթե կկարողանան, այերեք Ղուկասյան Վարդանը շատ լավ ասեց, տեղում իրենց սահմաններն է փակվելու։ Բոլորի ոնց որ իրանք են շինծու գործեր սարքում, բոլորի վրա շինծու գործեր կա։ Հրամայում են շինծու գործեր են կա, որից մեկի ինձ վրա։ Ինչ գործը։ Ելույթից համար, եւ ելույթ եմ ունեցել, եւ բան եմ շեշտադրել, եւ ես իմ տերն եմ, իմ ասածների տերն եմ, եւ ինչ որ ոմն ոստիկանությունից տեղափոխված Մխիթարյան կոմոկա ռազմական ոստիկանությունում է նշանակվել ոմն ինչ որ մեկը կարա որոշի որ դա YouTube-յան ալիքում ես խոսել եմ եւ շինծու գործ են հարուցել թող հարուցեն բոլ ասում եմ վեր են կենում առավոտը ով ում վրա ուզում է շինծու գործ է կարում եւ կատարում են ովքեր քնիչները դատախազները եւ ոմն դատավորներ դրա համար երբ որ կլինի կիսանախագահական արդեն իրենց վրա վերադաս կունենան այն չի որ ինչ ուզեն կանեն Բյուջեն ոնց ուզում են բաշխում են, իրենց ձեռքն է։ Ինչ էր արել ազգային ժողովը, որ այդքան պարգևավճար ստացավ։ Բայց պարգևավճարներ տայք դիրք պահողներին։ Ով որ սահմանում է կանգնած, զինվորականների այդ աշխատավարձները բարձրացնեք։ Ստից բերել եք նախընտրական շեմին ատեստավորումներ եք անում։ Ինչ այդ ատեստավորումով ուզում եք զինվորականներին կախված պահեք։ Դարձել է ՊՆ-ն, դարձել է Ժենսկի մանաստիր։ Անկեղծ եմ ասում Վազգեն Սարգսյան ինստիտուտ այն ժամանակ որ շատ դժվարությամբ էր ընդունվում որտեվ մեծ էր նիդաբուր չի եղել երբեք անձա նշանակված որը բան պատերազմից փախավ ինքը այդ ժամանակ խաղապահում գումարտակի հրամանատար էր պատերազմից փախածը այսօր Վազգեն Սարգսյան ինքը ինչա կրթելու այդ երեխեքին կուրսանտներին ինչա կրթելու Մոնթե Մելքոնյանի վարժարանում ով է Պապիկյանի կուրսեցին ընկերը, ասում եմ դարձրել ենք դամավոյ։ Ով ինչ ուզում էնի անում է, կրթությունը քանդում է Ժաննա Անդրեասյանը։ Ինչ իմաստով։ Ամեն ինչ աղավաղեցին, դասագրքերից բռնած։ Երբ որ դու արդեն այսօր Մեսրոպ Մաշտոցի նկարը չես կպցնում, որ առաջի դասային երեխեն իմանա մեր Այբուբենի ստեղծողը եւ այլն։ Ինչ են անում։ Ամբողջը քանդում են։ Սոցիալ նախարարը կտրում է Դրանք ասում են QR-ով, բայց հեռախոսներն էլ չի կարելի դասել։ Չի կարելի։ Սոցիալ նախարարն ով է եղել։ Բանակից վաղաժամկետ արձակված բանակի ռեժիմին չդիմացած է։ Այսօր ինքը զինհաշմանդամների կարգերն է կտրում։ Ասում է, եթե դու պրոթեզավորվել ես, արդեն ադապտացրել ես այդ կյանքին։ Տեղյակ եք, գումարով բանակից ազատվում են այսօր։ Այնքան մարդու կշեշտեմ։ Իդեպ ասեմ իմ նախկին գործի հետ կապված 4 կայազորայինում քնչականում քնիչ կա Խաչատրյան Արտուր, երբ շինծու գործ էին կազմել էլի, որը կարճվեց, իր տղային երևի դրա դիմաց, որ ինքը այդ գործը հարուցեց, իր տղային ազատել են։ Ներկայիս այսօր կադրերի վարչությունում էլ կան անձինք, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում, տղաները ազատված են զինված ուժերից։ Ռազմական ոստիկանության վարչության պետը, որը բոլորի հետևից գնում է, գործեր է կարում,
տղան ազատված է, տղան թե տղաներ, մի տղան հաստատ ազատված է զինված ուժերից, բանի Քոչարյան Անդրանիկի բարձր մակարդակի տեր տղան, որը մեկը փախած էր, դրսում էր սովորում, մեկն էլ պատերազմին փախցրեց բերեց, Ժան Անդրեասյանի տղան, որը դրսում է սովորում, գլխավոր շտաբի պետի որդին, շտաբի պետի տեղակալի, Ավանեսյանի տղաները բայց ծառայում են կարծես։ Արդյոք, չգիտեմ, չեմ կարող ասել ծառայում են թե ոչ։ Գուցե զորակոչվել են, բայց որ զորամասում որտեղ։ Գուցե նաև գաղտնիա, ի պաշտոն է։ Այնքան կթվարկեմ սենց եւ գիտեք ինչն էր ցավը, որ մի օր ասուրիսի ժամանակ Պապիկյանը ասեց, չէ, եթե իմանաք ինձ դաշնակ իհարկե իրան դաշնակից մենք չենք կարող լինել, բայց այդ նույն հրամանը դու ես ստորագրում ազատման։ Զինկոմներին էին հանել, գիտակ զինկոմներին հանել են, բերել են բոլորը մեծամասնությամբ ոստիկանական համակարգից։ Միշտ ասել եմ, երբեք վերադասը իր լավ սպային ուրիշին չի տա։ Եթե դու մի համակարգից մյուս համակարգ ես տեղափոխվում, այսինքն դու դեղից դուրս շպրտված ես։ Ոչ մի հրամանատար իր ենթակային չի տա ուրիշին։ Դա ոնց որ ասած, տենց կար այդ, որ ոչ մեկ իր լավին չի տա։ Տիկին Գևորգյան, մշտապես բոլոր ուժերին եք քննադատում, այ հաղորդման սկզբում էլ ես դա ասացի, համագործակցություն պատկերացնում եք որևէ ուժի հետ։ Որովհետև այսօր միավորման մասին է, չէ, խոսվում, իշխանությանը հեռացնելու օրակարգը հաշվի առնելով, այդ թիվ 1 հարցը, պետք է ընդդիմությունը միավորվի։ Մենք 21 թվականին տեսել ենք, որ ընդդիմությունը դրա մասին խոսել է ու չի հաջողել։ Այս անգամ դուք ձեր մասով պատրաստ եք։ Երևի օրը կգա բարին էլ հետը, մեր առաջնորդը մի հատ լավ բան, Սիմոն Սվայո վրեմը։ Կերևա, դաշտում Կերևա, խաղացողների Կերևան, ընդդիմադիրներն է Կերևան, ձայն փոշիացնողներն է Կերևան եւ Կերևան, ովքեր են փորձում այս իշխանությանը վերարտադրեն։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով զրույցն եք լսում կամ դիտում։ Իմ զրուցակիցը Նաիրա Գևորգյանն էր, դոկուսակցության падգամավորի թեկնածու եւ պահեստազորի փոխգնդապետ։ Կհանդիպենք, լավ եղեք։